Այսօր անցնում ենք Վեդաների հետ ծանոթությանը նվիրված մեր վիդեոների շարքից 4-րդ վիդեոին կամ 4-րդ թեմային, որը նվիրված է մեր շուրջը եղած 3 գունաներին կամ այլ կերպ ասած 3 վիբրացիաներին։ Ընդհանրապես սա շատ կարևոր ու շատ յուրահատուկ գիտելիք է, նույնիսկ Բհագավադ Գիտայում 14-րդ գլխում ամենասկզբում այդ գլուխը նվիրված է հենց 3 գունաների թեմային, ասվում է, որ այս գիտելիքը շատ հանք են գնահատում նույնիսկ իմաստունները ու այս գիտելիքը շատ է օգնում նույնիսկ իմաստուններին ու այս իմանալուց հետո իմաստունները լուսավորվածության են հասնում։ Նախ եւ առաջ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ են ընդհանրապես այդ 3 գունաները կամ 3 վիբրացիաները։ Կարելի է շատ բարդ բացատրել այս թեման, բայց որպեսզի շատ չխորանանք ինչ որ բարդ նկարագրությունների կամ տերմինների մեջ, փորձենք ավելի բարդ եւ պրակտիկ հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում ու ինչպես են արտահայտվում մեր առօրյա կյանքում։ Գունաները դրանք 3 վիբրացիաներ են կամ 3 էներգիաներ են, որոնք կոչվում են սատվա, ռաջաս եւ տամաս, որոնցից մեր շուրջ եղած ամեն ինչ ստեղծված է ու որոնք տարբեր հարաբերակցությամբ կան բոլոր մարդկանց մեջ։ Պատկերացրեք, որ մարդու հոգեբանությունը նման է մի սրվակի, որի մեջ 3 գույնի հեղուկ է լցված, օրինակ կարմիր, կապույտ ու դեղին, ու տարբեր մարդկանց մեջ այդ գույների հարաբերակցությունը տարբեր է։ Մեկի մոտ ավելի շատ կարմիրը, մի քիչ ավելի քիչ կապույտը, մի քիչ ավելի քիչ դեղինը կամ հակառակը։ Նույն ձևով էլ բոլոր մարդկանց հոգեբանությունը, ասենց ասած, կազմված է այդ 3 գունաներից, լցված է այդ 3 վիբրացիաներով ու տարբեր մարդկանց մոտ այդ հարաբերակցությունը տարբեր է։ Ինչ որ մարդու մեջ ավելի շատ է սատվա գունան, ավելի քիչ է ռաջա գունան, ավելի քիչ է տամա գունան կամ հակառակը։ Բհագավադ Գիտայում այս երևույթի մասին հետևյալն է ասվում, կարդում եմ 10-րդ տեքստը, Բհագավադ Գիտայի 14-րդ տեքստից, ասվում է. երբեմն մարդու մեջ սկսում է գերակայել սատվա գունան, հաղթարելով ռաջասը եւ տամասը։ Երբեմն ռաջա գունան հաղթում է սատվային եւ տամասին, իսկ երբեմն գերակայության է հասնում տամա գունան։ Այսպես նյութական բնության 3 գունաների միջև անդադար պայքար է ընթանում։ Այսպես 3 գունաները անընդհատ փոփոխվում են, նույնիսկ նույն մարդու մեջ մենք կարող ենք տեսնել, որ մի օր ավելի շատ է սատվա գունան, իսկ հաջորդ օր ավելի շատ է ռաջա գունան կամ տամա գունան, ինչի որովհետև մեր շուրջ եղած ամեն ինչ, ինչի հետ մենք այս կամ այն ձևով առնչվում ենք, օրինակ սնունդը, ինֆորմացիան, մարդիկ, ում հետ որ մենք շփվում ենք, իրանք տարբեր այդ 3 գունաներից տարբեր գունաների կրողներ են։ Ու առնչվելով այս կամ այն գունայի հետ, մենք մեր մեջ շատացնում ենք այս կամ այն գունան։ Օրինակ, երբ որ առնչվում ենք այնպիսի մարդկանց հետ, ում մեջ շատ է սատվա գունան կամ ուտում ենք սնունդ, որի մեջ շատ է սատվա գունան, այդ գունաները կարելի ասել փոխանցվում են մեզ ու այդպես մեր մեջ եղած գունաները անընդհատ փոփոխվում են։ Ու մեր խնդիրը հասկանալն է, թե այդ 3 գունաներից որը ինչպես է ազդում մեր գիտակցության, մեր հոգեբանության վրա, որն է բերում լավի, որը ընդհակառակ անցանկալի հետևանքների ու հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք այս կամ այն վիբրացիան մեր մեջ շատացնել։ Այդ հենց մեր այսօրվա թեման է։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես են այդ 3 գունաները արտահայտվում կյանքում մեր շուրջ եղած մարդկանց մեջ, եկեք փորձենք այդ թեման դիտարկել նույնպես Բհագավադ Գիտայի հիման վրա։ Բհագավադ Գիտայի 14-րդ գլխում թվարկվում է, թե օրինակ սատվա գունայի մեջ մարդը ինչ տեսք ունի կամ ինչպես կարելի հասկանալ, որ մարդը սատվա գունայի մեջ է եւ այդպես շարունակ 3 գունաների մասին։ 14-րդ գլխում ասվում է. սատվա գունան, որը մյուս գունաներից ավելի մաքուր է, կենդանիակի լուսավորում է ու ազատում նախկին մեղքերի բոլոր հետևանքներից։ Այդ գունայի մեջ գտնվողները կապվում են գիտելիքին եւ երջանկության զգացմանը։ Եվ այսպես մարդիկ, ովքեր 3 գունաներից կամ 3 վիբրացիաներից առաջինի սատվայի ազդեցության տակ են, կարծում եմ այդ բառը շատերս նույնիսկ լսել ենք, նման մարդիկ ավելի կենտրոնացած են, արդյունավետ են, նրանց միտքը միշտ հանգիստ ու խաղաղ է, նրանք սիրում են գիտելիք ստանալ ու դրա հետ մեկտեղ ներքուստ որոշակի երջանկություն ու ուրախություն են զգում։ Մարդիկ, ովքեր 3 վիբրացիաներից երկրորդի ռաջա գունայի ազդեցության տակ են, նրանք շատ ցանկություններ ունեն, անընդհատ վազում են իրենց ցանկությունների հետևից ու երբեք այդպես էլ բավարարվածություն չեն գտնում, երբեք իրենց ցանկությունները չի բավարարվում, անընդհատ ինչ-որ նոր բան են ուզում, այդ որոշակի գերակտիվ վիճակ է։ Նման մարդիկ հաճախ սիրում են մրցակցել, ուրիշներին ի ցույց դնել իրենց ունեցածը, նախանձել։ Նրանք նաև շատ հաճախ պորտկուն են լինում, շատ հեշտ են ափերից դուրս գալիս։ Ընդհանրապես դա որոշակի գերակտիվ գրգռված վիճակ է, որը ուղեկցվում է նաև եւս մի բնորոշ բանով, դա շտապողականությունն է։ Նման մարդ անընդհատ ասես շտապում է ինչ որտեղ անընդհատ ասես գեր զբաղված լինի։ Իսկ տամա գունայի մասին 8-րդ տեքստում ասվում է հետևյալը. խավարի գունան, որը տգիտությունից է ծնվում, բոլոր կենդանիակներին իլյուզիայի բանտում է պահում։ Նրա ազդեցությունն արտահայտվում է խելագարության, ալարկոտության ու քնի տեսքով։ Նման մարդիկ, ովքեր գունաներից 3-րդի տամա գունայի ազդեցության տակ են գտնվում, նրանք սովորաբար ալարկոտ են, մոտիվացիայի պակաս ունեն, ոչինչ անելու ցանկություն չունեն, միայն ուզում են պարկել ու քնել։ Հաճախ կողքի մարդիկ, ովքեր ում մեջ ավելի շատ են ուրիշ գունաները, իրանց անընդհատ ասում են՝ «Նու վեր կաց, աշխատի, ինչ-որ բան արա, ինչ-որ բանով զբաղվի», բայց նման մարդիկ սովորաբար դրա ցանկությունը չունեն, նրանք լրիվ ուրիշ վիբրացիաների ազդեցության տակ են գտնվում, նրանց համար ավելի նախընտրելի է որոշակի пассив գերակտիվ վիճակը։ Այդպես է աշխատում տամագունն ու նաև տամագունայի ազդեցության շատ վառ ազդեցության մի օրինակ է, երբ որ մարդը ալկոհոլ է օգտագործում ու հարբում է ու ամբողջությամբ ընկնում է այդ տամագունայի ազդեցության տակ, ընդհանրապես չի հասկանում, թե իր շուրջը ինչ է կատարում, որոշակի կիսաթմրած վիճակում է գտնվում։ Եվ ամփոփելով այս ասվածը, Բհագավադ Գիտայում նույնիսկ նշվում է, թե
այս կամ այն գունայի ազդեցության տակ գտնվող մարդու հաջորդ կյանքն ինչպիսին է լինում, եկեք կարդամ նույնպես 14-րդ գլխից։ Սատվա գունայի մեջ գտնվողները մայից հետո բարձր մոլորակներ են բարձրանում։ Ռաջա գունայի մեջ եղած մարդիկ երկրային մոլորակների վրա են մնում, իսկ նրանք, ովքեր ամենացածր ու նողկալի գունայի տամասի ազդեցության տակ են, դժոխային աշխարհներ են ընկնում։ Այսպես են գործում երեք գունաները, նույնիսկ դրանք ազդում են ու որոշում են մարդու հաջորդ կյանքը, ու հաճախ մեզ կարող է թվալ, թե այս կամ այն մարդը լավը չի կամ ինչ-որ վատ հատկանիշներ ունի, բայց սովորաբար դա ոչ թե իր հատկանիշներն է, այլ ուղղակի այն վիբրացիաներն է, որի տակ որ ինքը տվյալ պահին գտնվում է։ Եկեք նաև դիտարկենք, թե այդ երեք գունաները ինչպես են արտահայտվում մեր վրա, մեր ինքնազգացողությունն ինչպիսին է լինում, օրինակ, երբ որ լինում ենք սատվա գունայի ազդեցության կամ ռաջասի կամ տամասի, երբ որ մենք սատվա գունայի ազդեցության տակ ենք, մեծամասամբ, մեր միտքը ավելի պարզ է, հանգիստ է, խառը կպչուն մտքերը չկան, մենք ավելի արդյունավետ ենք, կենտրոնացած ենք ու որոշակի դրական զգացում ունենք, ավելի ուրախ ենք, երջանիկ ենք, որոշակի լավ ինքնազգացողություն կա։ Այդ սատվա գունայի նշաններն են։ Երբ մենք երկրորդ գունայի կամ երկրորդ վիբրացիայի ռաջա գունայի ազդեցության տակ ենք, մենք ասես անընդհատ շտապում ենք, ոչ մի տեղ չենք հասցնում, անընդհատ զբաղված ենք, շատ պորտքուն ենք, շատ հեշտ ենք ափերից դուրս գալիս ու ընդհանուր առմամբ որոշակի լարվածություն ու անբարոյություն ենք զգում ու անընդհատ փորձում ենք ինչ-որ բանի հասնել, ոնց որ բարոյություն չկա մեր մեջ։ Իսկ երբ տամա գունայի ազդեցության տակ ենք ընկել, ապա պակասում է մոտիվացիան, ու ոչինչ չենք ուզում անել, ալարկոտ ենք լինում ու կողքիններից էլ խորհուրդ չեք ուզում ընդունել, դա տամա գունայի ազդեցության նշան է։ Եվ այսպես տեսնելով այս երեք գունաների արտահայտումը ու այն թե դա մարդուն ինչի է բերում, խելացի մարդը փորձում է այնպես անել, որպեսզի ինքը առնչվի սատվա գունայի կրող բաների հետ ու դրա շնորհիվ իր մեջ շատացնի սատվա գունան։ Եվ այսպես ես այսօր առանձնացրել եմ 6 կարևոր կետ, 6 բաներ, որոնք ճիշտ ընտրելով մենք կարող ենք մեր մեջ շատացնել սատվա գունան ու նվազեցնել ռաջա ու տամա գունաները։ Առաջինը դա սնունդն է, գունաների շատ մեծ կրող է սնունդը ու այն թե մենք ինչ գունաների, ինչ վիբրացիայի ազդեցության տակ ենք, մեծամասամբ որոշում է նրանով, թե ինչ սնունդ ենք օգտագործում։ Ես հիմա խոսեմ այդ մասին ու զուգահեռ կկարդամ Բhagavad Gita-ից այն մասին, թե որ սնունդը 3 գունաներից որի կրողն է համարվում։ Ընդհանուր առմամբ հատիկեղենը, լոբեղենը, ընդեղենը, սերմերը, բնական կաթնամթերքը, մրգերը, բանջարեղենը, բնական յուղերը, դրանք սննդամթերք են, որոնք ընդհանուր առմամբ համարվում են սատվա գունայի կրող, ուստի խրախուսվում են օգտագործել սնունդի մեջ։ Նաև Bhagavad Gita-ում ասում է, որ շատ կարևոր է, որ սնունդը լինի թարմ պատրաստված, այսինքն ուտելուց ոչ ավել քան 3 ժամ առաջ, նաև սնունդը պետք է լինի թարմ, մաքուր ու համը պետք է հաճելի լինի մեր համար։ Bhagavad Gita-ում ասում է, որ նման սնունդը շատացնում է, երկարացնում է կյանքի տևողությունը, ուժ կենսուրախություն է հաղորդում, ինչպես նաև առողջության ու բարոյվածության բերում։ Իսկ չափից դուրս սուր համեր պարունակող սնունդը, օրինակ չափից դուրս կծու, չափից դուրս աղի, չափից դուրս քաղցր սնունդը համարվում է ռաջա գունայի ազդեցության տակ, իր մեջ ռաջա գունայի կրողն է, ինչպես նաև այդ թվին են պատկանում չափից դուրս տաք ուտելիքը, ու նման ուտելիքը այնքան էլ խորհուրդ չի տրվում օգտագործել, ասում է, որ նման սնունդը վշտի ու տառապանքի պատճառ է դառնում, ինչպես նաև հիվանդության։ Իսկ սնունդը, որը թարմ չէ, այսինքն ուտելուց մի քանի ժամ առաջ է պատրաստվել, 3-ից ավել ժամեր կամ առավել եւս նախորդ օրը կամ մի քանի օր առաջ է պատրաստվել, նման սնունդը համարվում է ցածր վիբրացիաներ կրող, այսինքն տամա գունայի ազդեցության տակ է, ու դրա օրինակ արևելյան մշակույթում երբեք չես տեսնի, որ մեր նման մի քանի օրվա սնունդը տաքացնեն ու ուտեն, որովհետև իրենք լավ հասկանում են, որ հին սնունդը մարդու գիտակցության, մարդու հոգեբանության վրա բարենպաստ ազդեցություն չի ունենում։ Դա կարելի է նույնիսկ ինտուիտիվ ձևով զգալ, որ հին սնունդը այնքան էլ նախ գրավիչ չի ու այնքան էլ լավ չի հասնում, նաև տամա գունայի ազդեցության տակ են գտնվում միսը, միսը շատ տեղերում վեդաներում նույնիսկ մարդու համար սնունդ չի էլ համարվում, որտեղ նախատեսված չէ մարդու համար որպես սնունդ, բայց եթե դիտարկվում է որպես սնունդ, ապա համարվում է տամա գունայի ազդեցության տակ։ Այս գունայի ազդեցության տակ են նաև որոշակի թմրեցնող միջոցներ պարունակող սնունդը, օրինակ այդ ալկոհոլը, այդ թվում նաև սուրճը, այդ թվում նաև կոֆեին պարունակող թեյերը, դրա համար ավելի լավ է խոտաբույսերով թեյ ընտրել, քան օրինակ սև թեյ։ Շատ կարևոր ազդեցություն են ունենում նաև օրվա ժամերը, կախված նրանից, թե մենք երբ ենք զարթնում ու տարբեր ժամերը ինչպես ենք օգտագործում, նույնպես տարբեր գունաների ազդեցության տակ ենք ընկնում։ Առավոտյան ժամը 2-ից մինչև առավոտյան ժամը 10, դրանք սատվա գունայի ժամերն են, որոնք հատկապես պիկին են հասնում արևածագին, ժամը 6-ի մոտ, ու զարթնելով այդ ժամերին մենք լցվում ենք այդ բարձր վիբրացիաներով, սատվայի էներգիայով, այդ օրը կարող ենք նկատել, ավելի ճիշտ ոչ այդ օրը, բայց
շարունակաբար այդ երևույթ անելով, այդ ու նաև այդ օրը իրականում մենք կզգանք, որ սատվայի ազդեցությունը մեր մեջ շատանում, մեր միտքը ավելի բարձ ու հանգիստ է դառնում։ Առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 6-ը, երեկոյան 18:00-ին տիրում է ռաջա գունան, դրա համար այդ լավագույն ժամերն են ինչ որ ակտիվ գործունեությամբ աշխատանքով զբաղվելու համար, իսկ երեկոյան 6-ից մինչև գիշերվա ժամը 2-ը տիրում է տամա գունան, հենց դրա համար է, որ այդ ժամերին բացվում են ինչ որ գիշերային ժամանցի վայրեր, գիշերային ակումբներ, բարեր եւ այլն, ու այդ ժամերին իրական լավագույն բանը, որ կարելի է անել, դա քնելն է ու այդ տամասի էներգիայից օգտվելով մեր օրգանիզմը հանգստացնելը, հատկապես կարևոր է կեսգիշերից առաջ երկու ընկած ժամերը, ժամը 10-ից 11-ից մինչև 12-ը, այդ այն յուրահատուկ ու միակ ժամերն են, որի ընթացքում մեր բանականությունը, մեր ներվային համակարգը ամենախորն է հանգստանում։ Երրորդը գունաների շատ կարևոր կրող է նաև այն տեղը, որում որ մենք գտնվում ենք։ Իհարկե ամենաբարձր վիբրացիաները գտնվում են ինչ-որ հոգևոր վայրերում, սրբավայրերում կամ եկեղեցիներում, տաճարներում, իսկ ընդհակառակը օրինակ ինչ-որ գիշերային ժամանցի վայրեր, բարեր, ակումբներ, այդտեղ ավելի ցածր գունաներն են տիրում, ռաջասը եւ տամասը, իսկ ինչ վերաբերում է մեր առօրյա կյանքին, ապա մենք մեր սենյակում, ննջարանում կամ տանը նույնպես կարող ենք սատվա գունայի ազդեցությունը շատացնել։ Դրա համար կարևոր է, որպեսզի տունը կամ սենյակը լինի մաքուր, դասավորված, չլինեն ինչ-որ թափթփված ավելորդ իրեր, հատկապես հին իրեր, որոնք իրենց մեջ ինչ-որ հին վիբրացիաներ են պարունակում, որոնք հաճախ ոչ այնքան բարենպաստ են։ Նաև շատ կարևոր է սենյակը, տարածությունը օրվա ընթացքում 1-2 անգամ օդ հափոխել, ինչպես նաև երբեմն կարելի է ուղղակի ջուր ցողել, ջուրը նույնպես մաքրող ազդեցություն է ունենում։ Բարձր վիբրացիաներով մեզ լցնում է նաև հոգևոր պրակտիկան, աղոթքը կամ մեդիտացիան, աղոթքը ցանկացած ժամի, բայց հատկապես երբ որ մենք ավելի մեծ էֆեկտ է լինում, երբ որ մենք առավոտյան ժամերին ենք աղոթքով զբաղվում, երբ որ բնության մեջ արդեն իսկ սատվագունան ավելի շատ է ու մենք աղոթքի միջոցով էլ ավելի ենք շատացնում բարձր հոգևոր վիբրացիաները մեր մեջ։ Մեկ այլ շատ կարևոր ու որոշիչ բան է այն, թե ինչ ինֆորմացիա ենք մենք ներս թողնում։ Սատվագունայի Եվ մեզ լցնում ու սատվագունազդեցության տակ է այն ինֆորմացիան, որը որ մեզ օգնում է հասկանալ կյանքում եղած օրենքները, օգնում է ինքնաճանաչման հասնել, լցնում է մեզ մոտիվացիայով, օգնում է ինքնազարգանալ, ավելի լավը դառնալ ու ապագայի նկատմամբ որոշակի լավատեսությամբ է լցվում։ Ու ընդհակառակ այն ինֆորմացիան, որը փոխանցվում է չարությամբ ու ատելությամբ, որը մեզ լցնում է որոշակի անկարողության ու հուսալքության զգացումով, նման ինֆորմացիան սովորաբար ռաջասի ու տամասի ազդեցության տակ է լինում ու մեզ լցվում է այդ գունաներով։ Եվ վերջինը ու ամենակարևոր կետերից մեկը դա շփումն է, այն թե ինչ գունաների կրող մարդկանց հետ ենք մենք շփվում, որովհետև ինչպիսի մարդու հետ որ մենք շփվում ենք, այդ գունաները մեզ են փոխանցվում։ Երբ որ շփվում ենք սատվագունայի ազդեցության տակ գտնվող մարդու հետ, այսինքն բարձր վիբրացիաների տակ գտնվող մարդու, մենք որոշակի արժեքավոր գիտելիք ենք ստանում, լցվում ենք մոտիվացիայով, կարողանում ենք մեզ պահել այնպիսին ինչպիսին կանք, առանց ինչ-որ դերեր խաղալու, ընդհանրապես որոշակի լույսով ու էներգիայով ենք լցվում։ Ռաջա գունայի կրող մարդկանց հետ շփումը մեզ դրդում է որոշակի մրցակցության, ցուցամոլության, ուզում ենք ցույց տալ մեր ունեցածը, մրցակցել կողքիների հետ, ինչ-որ բան ապացուցել, դա նշան է, որ շփվում ենք ռաջա գունայի ազդեցության տակ գտնվող մարդկանց հետ։ Իսկ տամա գունայի մեջ գտնվող մարդկանց հետ երևի կրահում եք շփվելիս մենք մոտիվացիայի ու գործելու ցանկության պակաս ենք զգում ու չենք ուզում ոչ մի բան փոխել, չենք ուզում ինքնազարգանալ, ընդհակառակը ուզում ենք ուղղակի որոշակի пассив վիճակում գտնվել։ Եվ այսպես սրանք 3 գունաներն էին ու մեր մեջ դրանցից ամենաբարձրի սատվայի ազդեցությունը շատացնելու համար պետք է իմ նշած 6 բաները ընտրել, դա մեծապես կլավացնի մեր ինքնազգացողությունը, մեր կարման ու այդ թվում նաև մեր հաջորդ կյանքը։